Ապա շրջափակում հետո խաղաղության պայմանագիր թե խաղաղության պայմանագրից է բխելու ապա շրջափակումը, լիարժեք ապա շրջափակումի մասին։ Կարծում եմ, որ լիարժեք ապա շրջափակումի մասին խոսք չի կարող լինել։ Ինչ էլ լինի, որովհետև մենք անգամ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ավարտում են հակամարտությունը պաշտոնապես թղթի վրա։ Խնդիրն է, որ այդ հակամարտությունը մեր եւ ընդհանրենք կովկասյան թաթարների միջև Ադրբեջանը դա արհեստական պետական կազմավորում է։ Այսօր մեր խնդիրը չի դա։ Միգուցե, բայց մենք պետք է պատմականորեն ետ նայենք 18 թվականին ստեղծված ադրբեջանական հանրապետությունը Հայաստանի հանրապետությունը առաջին եւս 20 թվականին հզոր պետության մեջ մտան, սովետական միության մեջ մտան եւ թե մեր այդ 70 տարվա համագործակցությունը, ինտեգրումը այդ խորհրդային ժողովուրդների ընտանիքում պետք է այս թշնամությունը որոշակիորեն կամ մեղմեր կամ վերացներ։ Ինչպես հիշում ենք 88 թվականը ցույց տվեց Սումգայիթի ջարդերը, որ այս երկու ժողովուրդները կարելի ասել գենետիկորեն իրար հետ չեն լինելու խաղաղության մեջ։ Յուրաքանչյուր ստորագրած եւ յուրաքանչյուր տալիք առնելիք չունեն։ Խնդիրը նա է, որ այդ տալիք առնելիքի մեջ ընդունում է կարծում չի ընդունում, որովհետեւ հիշատակում են ինչ որ Գյոկչա անունով Սևանալիճը, դրանք գիտեք ոնց են, դրանք Պանդորայի արքղի բացելու, այսպես ասած, փորձեր են եւ ադրբեջանական լիդերի հավակնությունները բավականին բարձր են։ Ես կարծում եմ, այսինքն չվստահել Բաքվին։ Վստահելը դա միամտություն է ընդհանրապես եւ շատ կարճ ժամանակ հետո վստահողները պետք է կանգնեն երկընտրանքի առջև հրաժարվել իրենց քաղաքական կողմից ասպեկտին։ Երկաթ գծի բացումը թույլատրել է, որպեսզի Հայաստանը ապրական շրջանառություն իրականացնի այդ գծով։ Ինչ նպատակով էր։ Այդ ապա շրջափակումը եւս խնդիրներով, այսպես ասած, զուգորդված մի օպերացիա է։ Երբ որ մենք Ռուսաստանի Դաշնությունից ստանում ենք Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող հացահատիկի 95%-ը, կարծում եմ Ղազախստանի, որը որ Թուրանական ծրագրի առանցքային դերակատարներից մեկն է նաև, կարծում եմ այս իմաստով ճանապարհի մենք չունենք բարդություններ, լոգիստիկ խաթարումներ չկան, Հայաստան Հանրապետության այդ 100 հազարավոր տոննաները, ընդ որում առաջնակարգ ցորենի, միշտ էլ եկել են 90-ական թվականներից հետո միշտ էլ եկել են եւ դժվարություն այստեղ չկա։ Կարծում եմ խնդիրը առավելապես լոգիստիկ ճանապարհների, այսպես ասած, բացման պատրվակի տակ, դրա շղարշի տակ հայկական պետությունը, այսպես տրանզիտի մի ոչ թե միջանց դարձնելու, այլ անտիրական, այսպես ասած, տարած սարքելու խնդիր։ Այսինքն Ռուսաստանի ցանկությունից էր կախված այդ գիծը կաշխատի թե ոչ։ Իհարկե, Ռուսաստանի ցանկությունից էր կախված, բայց այստեղ կա մի խնդիր, որ առանձին շրջանակներ եւ այդ Թուրանական ծրագրի առանցքային կատարողները եւ հավանաբար հայկական քաղաքական իրականության մեջ մարդիկ կան, ովքեր ցանկանում են ամեն կերպ Հայաստանը դարձնել մի Թուրանական միջանցքի, այդ միջին միջանցքի, արևելյան միջանցքի, կենտրոնական միջանցքի ինչ-որ մի տարածք են ուզում սարքել եւ մնացած գործողությունները պետք է դիտարկել։ Թրիպը Թուրանական ծրագրի մաս է։ Վստահ եղեք, որ հաջորդ ամերիկյան վարչախումբը Թրիպը կարծում եմ հասկանալու են, որ դա ավելի շատ չինական ներթափանցման է օժանդակելու եւ Թուրանական ծրագրերն է օժանդակելու։ Չինական ներթափանցման ինչ Չինաստանը ներթափանցի է։ Չինական ազդեցության ներթափանցումն է, որովհետեւ Հարավային Կովկաս։ Հարավային Կովկաս։ Չինաստանը ընդ որում այդ Վաշինգտոնը այնպեսի նպատակի է հետապնդում։ Վաշինգտոնը այս պահին լուծում է ինչ-որ կարճ ժամկետ մի հարց, կարծես թե խաղաղության ինչ-որ պատրանք է ստեղծում այս երկու ժողովուրդների միջև, բայց մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնը վերջ-վերջո մեծանից բավականին հեռու է, հազարավոր կիլոմետր է բաժանված եւ այս տարածքում կա թուրքական կողմը, որ ցանկացած խաղաղության, այսպես ասած, լոզունգները հայկական կողմից իբր տղնջող պարզապես չի ընդունում։ Ամեն ինչ կապում է ադրբեջանական այդ դինաստիայի, այդ խանական դինաստիայի ղեկավարի կամքի հետ։ Կլինի ադրբեջանական կողմից համաձայնություն, թուրքերը կանեն գործողություն։
չի լինի, մշտապես կպահեն սահմանը փակ։ Այսինքն առաջնորդվել է ձեր նշած կլանի կամքով։ Խնդիրը գիտեք որն է, որ շատ հաճախ ամերիկյան քաղաքականությունը ոչ ամենալավն է, առանձին, այսպես աշխարհաքաղաքական կենտրոնը։ Նույն Աֆղանստանը օրինակը վերցնենք։ Աֆղանստանում եւս հարձակվեցին, գրավեցին, թալիբների հետ տասնամյակներ շարունակ պատերազմեցին, հետո մեկ X օրում բարձրաց որ իրենց ամբողջ քաղաքականությունը եղել է սխալ, միլիարդավոր դոլարներ, միլիարդավոր, ընտրում հարավոր կարելի ասել գումարներ, միլիարդավոր դոլարներ տեսքով ծախսել է եւ խոստովանեցին, որ դա սխալ է։ Բայց դուք պրոյեկցիում եք դա հայկական։ Եթե ցանկացած մեկը մտածում է, որ Աֆղանստանը մեզանից շատ հեռու է եւ աֆղանական ընտանիք նախագիծը այդ ամերիկյան պարտված մեր հետ կապ չունի, կարծում եմ դա այդպես չէ։ Նույնիսկ միջնադարում հայկական առանձին իշխաններ նույնիսկ Աֆղանստանում պաշտոններ են վարել։ Մենք այդքան հեռու չենք։ Ընդ որում խնդիրը այստեղ մեր հարավային կարելի ասել հաստատում բարեկամական մեր նկատմամբ զգացումներ ունեցող Պարսկաստանի հետ է ամեն ինչ կախված։ Տեսեք, կան իսկապես թերահավատներ եւ կան թրիպի հետ հույս կապողներ։ Այո։ Դուք այսինքն առաջին խմբում եք։ Ես թերահավատություն ունեմ այնքանով, որ միջև հիմա դեռևս պարզ չէ թրիպ այդ միջանցքի լայնությունը։ Եթե այդ լայնություն լինի, որ պարզ լինի, ձեր համար ինչը պարզ կլինի։ Խնդիրները այստեղ շատ կան, որտեղ լայնությունը եթե լինի 5 կիլոմետր, 6 կիլոմետր, չէ, դա նշանակում որ Հայաստանի Հանրապետության հարավային դարպասը փակվելու է գոնե Իրանի հետ տնտեսական 5-6 կիլոմետրի նպատակը ո՞րն է այստեղ։ Բնականաբար այդտեղ Ճանապարհի մասին է խոսքը։ Այո, ճանապարհի մասին։ Այդ ճանապարհը պետք է ունենա խորությունը, պետք է ունենա իր այդ 42 կիլոմետրանոց հատվածի ենթակառուցվածքների սպասարկման մի ամբողջ հանգույց։ Միջև հիմա արդեն ամիսներ են անցել, միջև հիմա ոչ մի ճանապարհաշինական, այսպես թուղթ, ոչ մի նախագիծ, ոչ մի շինարարական ինչ որ հավելվածներ չկան կնքված, պարզապես գոյություն չունեն։ Հիմա մենք ենթադրությունները դաշտում ենք։ Կարող է դա լինել 5 կիլոմետր, կարող է դա լինել 500 մետր, եւ պետք է չմոռանանք, որ Մեղրի քաղաքը կարելի ասել սահմանին պարզապես քանի չկա ձեր ասած այդ հատվածը մենք չենք էլ կարող հստակ բան ասել այսպես, բայց կա դեպքերի իրադարձությունների զարգացում, որոնց վրա կարող ենք տրամաբանական եզրակացություններ անեն։ Օրինակ, ամերիկյան ամենահայտնի IT ընկերությունը մտնում է Հայաստան եւ Կովկասում ամենամեծ կենտրոնն է բացում։ Դա օգոստոսի հետ ուղիղ կապ ունի, թե ոչ։ Կարծում եմ դա կապ ունի այնքանով, որ ամերիկյան կազմակերպությունները փորձում են ֆրիլանսեր սկզբունքով աշխատող հայ ծրագրավորողներին արհեստական բանականության այս հաղթարշավի պայմաններում ավելի շուտ ընդգրկել եւ պետք է չմոռանալ, որ այդ կազմակերպությունը, որ հիմնվելու է, այդ գործարանը, որ հիմնվելու է, նա իր մեջ պարունակելու հիմնական տեխնոլոգիական ինովացիոն շունչ եւ նա փորձելու են ավելի ցածր աշխատավարձով հայկական ծրագրավորողները, որոնք բավականին հաջող համագործակցում են եվրոպական եւ ամերիկյան նման օրինակ տեխնոլոգիական կազմակերպություններ, փորձելու են ներգրավել այս ամբողջ խնդիրը։ Դա տնտեսական որևէ էֆեկտ չի կարող ունենալ։ Տնտեսական էֆեկտը կոնկրետ այդ գործարանի հետ կապված, արհեստական բանականության հետ կապված, նրա հավանական դիվիդենդները կարող ենք մենք գնահատել մոտավորապես 5-7 տարի հետո։ 5-7 տարի հետո, բայց կարող են գնահատել եւ ասել, որ այստեղ կա լավատեսական միտում, որովհետեւ նույն ամերիկյան եւ եվրոպական մասնագետները բնագավառի նրանք պնդում են տնտեսության մեջ արհեստական բանականության բաղադրիչը ավելանալու է ներկա գործող 20%-ից մոտավորապես 40-45% սպասվող հաջորդ 15 տարվա ընթացքում։ Ձեզ չի հետաքրքրում ինչու Հայաստանում որոշեց մտնել այդ մեծ ընկերությունը, այլ ոչ թե Ադրբեջան, Վրաստան ուներ, չէ՞, ընտրություն անելու։ Այստեղ խնդիր կա, հավանաբար ամերիկյան կազմակերպությանը, մենք իհարկե դրան մասին կիմանանք, ամերիկյան կազմակերպությանը հավանաբար տրվելու են հարկային լրացուցիչ ինչ-որ արտոնություններ եւ կապիտալիստական այդ խոշոր Ադրբեջանը պատրաստ չէր տալ այդ։ Ադրբեջանի հետ կապված խնդիրը այլ է, որտեղ խնդիրը նրա մեջ է, որ հայկական գոնե տեխնոլոգիական միտքը, այդ ֆրիլանսերների ամբողջ համակարգը վերջին մոտավորապես 15 տարվա ընթացքում բուրըն զարգացում է ապրել։
պետք է խոստովանենք, որ հայ ծրագրավորողները ավելի խելոք են։ Եվ Apple-ը, Google-ը գալիս են Հայաստան նոր ծրագրերով։ Apple-ը, Google-ը Հայաստան Էլի կապ չունի օգոստոսի։ Էլի սպասեք ասեմ։ Apple-ի, Google-ի գալը կամ մնացած տեխնոլոգիական կամպանիաների գալը նրանց առանձին դիվիզիոններ են փորձելու այստեղ ընդհանրենք այդ գործարանների հետ աշխատել, գործարանում աշխատել։ Ընդ որում այդ մեր պատկերացած գործարան, որպես այդպեսի չէ, այդտեղ չէ լինելու, նա լինելու է նույն տեխնոլոգիական առաջադրանքները ֆրիլանսերի համակարգին եւ այդ առաջադրանքների ստանալը եւ ավելի արագ կապը ապահովելու խնդիրն է նրա մեջ։ Իսկ գիտեք գոնե ինչ բյուջեով կազմակերպություն է գալիս այստեղ։ Այո, գիտեմ, ընդ որում այդ բյուջեի հետ կապված հաշվարկները, երբ որ կատարում են, շատ տեսաբաններ պնդում են, որ ամերիկյան կազմակերպությունը նույն այդ կազմակերպությունների այդ հիմնական երկնագույն ֆիշկաների նրանց կապիտալիզացիան բավականին ուռճացրած